երկրաշատված ունենք, որտեղ փորձել ենք տարբեր տեսակի կուլտուրաներ աճեցնել։ Հիմնականում ավելի շատ ոչ թե բիզնես նպատակով, այլ փորձարարական նպատակով, նայեք, այստեղ սուրճ ունենք, կիտրոնի տեսակներ ունենք, անանաս ունենք, գուավա ունենք, հետո ճիշտն ասած փոքրիկ տուրիստական խմբեր են գալիս, նաև դպրոցական խմբեր են գալիս, որոնց հետ աշխատում է այս պրոցեսները, մենք փորձում ենք իրանց հետ աշխատել, այսինքն ժամանակ առ ժամանակ հյուրեր ենք ունենում, դրա համար այս գեղեցիկ հատվածը ստեղծել ենք, որովհետեւ եթե ուզում եք կարող եք մի քիչ առաջանալ, նայենք, այստեղ նայեք մի քանի տեսակի ցիտրուսներ ունենք, գարդենիա ունենք, որից շատ հետաքրքիր հոդով եթերայուղեր են ստանում ու օգտագործում են պարֆումերիայի պատրաստման մեջ, այստեղ ավոկադո ունենք, արդեն 6-7 տարի ունենք, այս տարի առաջի անգամ նորմալ բեշք է ցույց տալիս, հուսանք բանկ եղնի, կհասունանա պտուղը նորմալ, այստեղ նայեք մանդարին ունենք, բանանի ծառ ունենք, ավոկադո ունենք ու այլ երկրորդ տեսակի սուրճ ունենք, այն մեկը ռոբուստա էր, այս մեկը արաբիկա էր, ինչպես նաև ալոե վերայի մշակություն ունենք, որ 8 տարի է այս գործունեությունով ենք զբաղվում, հիմնական ուրեմն սպառման շուկան դա բնականաբար ինչպես մեր պարագայում այնպես էլ Հայաստանի տնտեսվարողներից մեծամասնությունն ու Ռուսաստանի դաշնությունն եղել է, իդեմս ԵՏՄ-ի այդ շուկայում ենք մեր ապրանքը իրացրել սպառել, 33 տեսակի վարդեր ունենք, դուք գիտեք Շիրակի մարզում բավականին դժվար է ջերմոցային տնտեսությունը, որտեղ մենք գազի սպառման լուրջ խնդիրներ ունենք, գազը նախ այդքան որակով չի ճիշտն ասած, երկրորդն էլ մենք ի համեմատություն Հայաստանի Հանրապետության մյուս հատվածների, ասենք համեմատություն Կոտայքի մարզի, Արմավիրի, Արագածոտնի մարզի, մենք 1.5-ից մինչև 1.8 անգամ ավել գազ ենք սպառում։ Բնականաբար դա արդեն պատճառ է, որովհետեւ Շիրակի մարզում ջերմոցային տնտեսություն հիմնելուց առաջ մեր բարբառով ասած լավ ծանրուց հետև անել, այսինքն լավ հաշվարկ կատարել, հետո նոր գործի մեջ խորանալ, որովհետև ինքը իրականում շատ դժվար է։ Հետո մենք Շիրակի մարզը, քանի որ այդքան շատ տնտեսություններ չի ունեցել ջերմոցային, այստեղ նաև ունենք կադրերի լուրջ պակաս, մանավանդ հիդրոպոնիկ եղանակով մշակման լուրջ խնդիրներ կա, որովհետև մենք համապատասխան կադրերի լուրջ պակաս ունենք։ Դա մենք փորձում ենք ընթացս լրացնել, աշխատել ինքներս մեզ վրա, կատարելագործվել, տարբեր միջոցառումների մասնակցել, որովհետեւ կարողանանք շուկան ավելի լավ ուսումնասիրել եւ մեր տնտեսությունը ավելի գրագետ վարել։ Պարոն Չադերյան, ինչպես գիտենք, Ռուսաստանի Դաշնությունը սահմանափակումներ է դրել, հիմա իրացման հետ կապված խնդիր կա, արդյոք այս շուկաներ տեսնում եք, որոնք կարող է այդ շուկաներում ներկայացնել ձեր արտադրանքը, ինչ խնդիրների առջև եք հիմա դուք կանգնած եւ այն ռեալ շուկաները կան, որոնց հետ կարող եք այսպես ասած կառուցել այդ տնտեսական հարաբերությունները։ Ճիշտ ասած, հենց նոր մի 5 րոպե առաջ շատ լավ լուր իմացանք, որ մեր ընկերներից մեկը, որի ապրանքի մեջ կար նաև մեր ծաղիկներն էին արկա, ուղարկել էին Ռումինիա 4 օր առաջ, մի քիչ առաջ տեղեկացանք, որ այդ ապրանքը բարեհաջող տեղ է հասել։ Իհարկե, այստեղ հարցը այդքան էլ կարևոր չէ, թե որի երկրի հետ է, Ռուսաստանը, եվրոպական երկրները կամ մեկ այլ ուրիշ երկիր։ Այստեղ հարցը այն է, որ ես տարիներ շարունակ արդեն մի քանի տարի հարցազայնում եմ այդ հարցը ու ասում եմ, որ պետք չէ շուկան շատ սերվերվել մի ընկերոջ, մի գործընկերոջ վրա։ Այս պարագայում ես չեմ ուզում, որ այս հարցազրույցը քաղաքական ինչ-որ բանի վերածվի, ես որպես տնտեսվարող եմ ուզում խոսալ, բայց ամեն դեպքում ցանկացած բիզնես ոլորտի մեջ դիվերսիֆիկացիան ամենակարևոր գործոններից մեկն է, այսինքն եթե դու աշխատում ես մեկ ընկերոջ հետ, այդ ընկերը ինչքան էլ ուզում է վստահելի լինել, տվյալ դեպքում Ռուսաստանի Դաշնությունը, տարբեր պատճառներով կարող է որոշակի հարաբերությունների վատթարացում լինել եւ այդ դեպքում բնականաբար մենք եթե չունենք այլընտրանք,
կայնելու ենք լուրջ տնտեսական ճգնաժամի առաջ։ Դրա համար ես խորհուրդ եմ տալիս ընդհանրապես բոլոր տնտեսվարողներին, նաև պահանջում եմ մեր կառավարությունից, որպեսզի իրանք գործուն քայլեր կատարեն եւ կարողանան մեր տնտեսությունը դիվերսիֆիկացնել, որովհետեւ բաներ կա, որ տնտեսվարողի ձեռքում է, ինքը պետք է ճանապարհները փնտրի գտնի, բայց բաները կա, որ օբյեկտիվորեն դա կախված է ավելի շատ կառավարությունից, այսինքն կառավարությունը պետք է օբյեկտիվ ճանապարհները ցույց տա, պայմաններ ստեղծի, տա շրջանառությունը ճիշտ կազմակերպի, որպեսզի դա հնարավոր լինի ու ամեն ինչ անի, որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսություն վարողների համար գտնի նոր ավելի հետաքրքիր շուկաներ, որպեսզի նման պարագաներում մենք մի թելից, մի ասենք պատուհանից կախված չլինենք։ Այդ առումով ես կարծում եմ, որ մենք շատ անելիքներ ունենք։ Այս վերջի դեպքերն է զարգացումներն է եւս մեկ անգամ ապացուցեց, փաստեց, որ մեկ տնտեսությունից, մեկ երկրից կախված լինելը ցանկացած բանի կարող է լինել Հայաստանի Հանրապետության տնտեսության համար շատ պայթունավտանգ խնդիրներ առաջանալու պարագայում։ Պարոն Չադերյան, այս պահի դրությամբ ինչ շուկաներ կան, պոտենցիալ շուկաներ կան, որտեղ կիրացնեք ձեր արտադրանք։ Ճիշտն ասած, հիմա նայեք, օրինակ ես փաստը, որ Ռումինիայում արդեն առաջի խմբականակի գնաց է, շատ ոգևորող է, շատ ոգևորող է, որովհետև փաստորեն սա այն առաջի դեպքերից մեկն էր, երբ հայ արտադրողը կարողացավ իր ապրանքը, թաց ապրանքը, հա, այսպես ասենք, որտեղ ինքը գիտեք, երբ որ պտուղ բանջարեղենը կամ մեր դեպքում ծաղիկը քարվում է, ինքը ունի սահմանափակ թվով օրեր, ռեսուրս, որը պետք է ինքը շատ արագ կարողանա ապրանքը հասցնել իր վերջնական սպառողին։ Իսկ վարդը կարելի ասել բնության մեջ այն միակ ապրանքներից մեկն է, որը երկրորդական մշակման չի ենթարկվում, այսինքն ինքը որպես վարդ իր սկզբնական եւ վերջնական վիճակն է, եւ եթե մենք չենք կարող իրան հաշվածորի ժամանակահատվածում հասցնել վերջնական սպառողին, մենք բնականաբար իր հետ կապված խնդիրներ ենք ունենալու։ Այդ իսկ պատճառով էլ մենք փորձում ենք շուկաներ գտնել, որոնք լոգիստիկ առումով շատ մոտ են Հայաստանի Հանրապետությանը եւ կարող է կարճ ժամանակահատվածում, խոսքը 2-3 օրվա մասին է, հասցնել այլ երկրի սպառողներին։ Տվյալ դեպքում Ռումինիայի հասե, այնտեղ էլ բավականին լուրջ մեծ շուկա կա։ Ես կարծում եմ, որ այդ ճանապարհը կարելի է զարգացնել, ավելի խորանալ դեպի եվրոպական շուկա, որտեղ գիտեք, Եվրոպան ոչ միայն թվականակով է մեծ, ասենք 600 միլիոն բնակություն ունի, այլ նաև վճարունակ հատված է։ Ճիշտ է, այնտեղ մի քիչ ծաղիկ նվիրելու կուլտուրան այլ է, այնտեղ չեն 100 մեգա, ասենք քնջով ծաղիկներ նվիրում, բայց ամեն դեպքում մեծ շուկա է ու հավանաբար մենք կարող ենք այդ շուկայում էլ մեր տեղը զբաղեցնել, որովհետև եթե համեմատելու լինենք Եվրոպայում արտադրվող մյուս երկրների հետ, կարող ենք ասել, որ մեր ապրանքը համեմատելի է եվրոպական չափորոշիչներին, այսինքն իր արտաքին տեսքով, իր առողջությամբ, թփի բույսի առողջությամբ, իր տված պարամետրերով ինքը համեմատելի է ու կարող է եվրոպական շուկայում իր ուրույն տեղը գրավել։ Մինչդեռ, պարոն Չադերյան, դուք ասում եք չափորոշիչներին համապատասխանում է եվրոպական շուկայի, բայց որպես տնտեսվարող դուք էլ լսած կլինեք, որ ասում են մեր շուկան մրցունակ չէ եվրոպական երկրների հետ, մերը միայն Ռուսաստանի հետ է, որ կարող է հարաբերվել։ Ճիշտ ասած, համաձայն չեմ այդ կարծիքի հետ, որովհետև ամեն դեպքում բույսը կարող է տարբեր հիվանդություններով հիվանդանալ, տարբեր վնասատուներ իր վրա ի հայտ կան, բայց վստահաբար կարող եմ ասել, որ եթե 25 տարի մի երկրում ապրանք ենք արտահանել, այս պահին խնդիրներ կան շատ բույսի որակի կամ իր վնասատուների մեջ չէ, ինչքան այլ խնդիրների պատճառով այդ ամեն ինչը արվում ու դա բոլորս էլ գիտակցում ենք, շատ լավ գիտակցում ենք, այդ հնարգելու չէ նույնիսկ։ Իսկ ինչ մնում է վնասատուներին, ինքը անընդհատ պրոֆիլակտիկ բուժումներ է ստանում, անընդհատ քնանքի տակ է, ու եթե կա որոշակի թերացումներ, այդ թերացումները անշրջելի չեն, անդառնալի չեն, իրանք լուծվող խնդիրներ են, իրանք հնարավորություն կա այդ ամեն ինչը ավելի, ասենք, բերել այն չափորոշիչներին, բերել այն մագարտակի, որ նույնիսկ եվրոպական շուկայի համար ընդունելի տարբերակ լինի, ես դրա մեջ մի րոպե կասկած չունեմ։ Ես կարծում եմ, որ
այս ամեն ինչը հնարավոր է ու այս ամեն ինչի այսպես ասած նպատակը Հայաստանին ու Հայաստանում գործող տնտեսություններին ուղղակի վնաս պատճառել է իմ սուբյեկտիվ կարծիքն է, բայց նորից եմ ասում, չեմ ուզում, որովհետեւ մենք այսպես շատ բան մտածենք, որ ով էլ լինի, իմացած եղեք, որ ով էլ լինի, որ շուկան էլ լինի, եթե ինքը միակն է քեզ համար, ուշ թե շուտ իր հետ մի օր դու խնդիր ես ունենալու ու ինքը այդ հանգամանքը ի օգուտ իրեն վստահաբար օգտագործելու է։ Դրա համար ես ասում եմ, որ ինչ էլ լինի, առաջիկայում ինչ էլ տեղի ունենա, ով էլ Հայաստանի Հանրապետության կառավարիչը լինի, ինչ իշխանություն էլ կա, իրանք պետք է անպայման մտածեն այլ շուկաների մասին։ Այն իշխանությունները, այն ղեկավարները, որոնք մտածում են դարձնել մեկ երկրի գործընկերային երկիր Հայաստանի Հանրապետությունը, գիտեցեք, որ իրանք առաջի վնաս տվողն են։ Ինքը ուղղակի իր իմպերիային բնորոշ վարքագիծ է սպային դրսևորում, որը շատ ընդունել է ինձ համար։ Ինձ համար ընդունելի չէ, բայց իրանց համար ընդունելի, ուզում եմ ասեմ, ինձ համար շատ պարզ է խնդիրը ինչի մեջ։